Բաշի բանը չբեռնաթափեց, ավելի վատ եղավ, ավելի շատ է, պրոբկեքը ավելի շատ է։ Ու մենակ կարմիր գծերը չէ, խաշմերուկներն են, որ ծախերը փակել են, պրոբկեն առավոտից իրիկուն են։ Ոչի բանը չի փոխվել, նույն պրոբկեքը, նույն ավտոները կանգնած են։ Ես 2 օր, 3 օր առաջ տեսա էվակուատորով տանում էին, հենց հիմա գնանք սա կանգնած են էլի։ Ամիրյան փողոց ձախի վրա, ահին արած ֆիրմինի տակը։ Պետք է ազատեին մեքենաներին։ Հա, տենց պուբլիշնի եկան ազատեցին, բայց հենց հիմա գնանք կանգնած են էլի բոլորը։ Դուք օրենք չի գործում ստեղ։ Դա մեծ վերլուծությունների արդյունքում պետք է իրան կարողանան դրա հիմնավորումը տալ, որովհետև կենտրոնի բեռնաթափումը մեկ կոմպոնենտով հնարավոր չի իրականացնել։ Դա պետք է համապարփակ, ֆունդամենտալ լուծում տալ։ Դրա համար կան աշխարհում ընդունված փորձեր, որոնցից պետք է վերցնել, որին ունակ չի այսօրվա իշխանությունը, որտեղ նա բացի հանձնելուց ու պարտվելուց ուրիշ ոչինչ ընդունակ չի, այլ որ հանձնելու հարց լիներ, կենտրոնը ինքը շատ հաջողությամբ կհանձնեին։ Կարմիր գծերի դա քանակով է։ Մի 7-8 հազար տեղ ընդամենը կարմիր գծերի հնարավորությունը 30-40 հազար հայտ կա։ Ինչքան էլ բեռնաթափեն, ինչքան էլ գումարը բարձրացնեն, դրանից կարծում եմ չափը չի պակասի, ընդհակառակը կվնասի քաղաքացիների գրպանին, ինչին իրենց խնդիրները կարծես թե այդպես են լուծում, անդադ բարձրացնելով, թանկացնելով, իրենց թվում է, որ խնդիրները այդպես հնարավոր չի։